Փիղ ձմեռ պապեր, տանիքից կախված ձմեռ պապեր, սրֆինգանող ձմեռ պապեր, աշխարհի ամենաանսովոր ձմեռ պապերին կտեսնեք այս ռեպորտաժում։ Էլ որտեղ, եթե ոչ Թայլանդում, կարող էին փղերին այսպիսի շորեր հագցնել, սպիտակ մորուքներ կպցնել ու ուղարկել փողոցներ։ Երեխաներն աշխարհով մեկ են եղել, երբ փղերը իրենց հսկա կնճիթներով դպրոցականներին խաղալիքներ, փուչիկներ, քաղցրիկներ են բաժանել։ Շատ են ոգևորվում ամեն տարի, երբ փղերը գալիս են դպրոց իրենց խնամակալների հետ։ Նայեք նրանց, այնքան խելացի են։ Չինաստանի Չանբայ լեռան վրա մարդիկ ամպերի գագաթ են սարքել, իսկական սառցե պալատ, 28 մետրանոց։ Աներևակայելի ոգեշնչող է, երբ անձամբ ես տեսնում այս հրաշքը։ Տեսարանը կիսով չափ երկրային, կիսով չափ երկնային թագավորություն է հիշեցնում։ Այս օրերին ջրերում են զվարճանում Հաագայի բնակիչները։ Վառ կարմիր զգեստներով, ամանորյա գլխարկներով ծով են նետվում տեղացիներն ու զբոսաշրջիկները, ձմեռային ալիքներում թարմանալու։ Զվարճալի է տեսնել, թե ինչպես է մարդկանց բազմությունը նետվում ջուրը։ Մոսկվայում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Սանտա Կլաուսի շորերով պատուհաններից ներխուժել են փոքրիկների հիվանդասենյակներ, նրանցից շպիտներ կորզելու, ձյունանուշներն էլ հետ չեն մնացել։ Տոնական տրամադրություն է անգամ աշխարհի ամենաթեժ կետում, ռուս-ուկրաինական ճակատում, ռուսական բանակի զինվորները տոնածառ են զարդարել։ Տոնածառը զարդարելուց հետո սեղանը կգցենք, կշնորհավորենք միմյանց, հետո կանցնենք մարտական առաքելություններին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել զինվորներից, որոնք Դոնեցկի Դիմիտրով բնակավայրը գրավելուց հետո ձմեռ պապի շորեր են հագել, ծածանել ռուսական դրոշն ու գրկախառնվել։ Նոր տարին մեծ ոգևորությամբ են անցկացրել Կուրսկի բնակիչները, գետի ափին, աղբ հավաքելիս։ Նրանք հենց գետի մեջ տոնածառ են դրել, նավերով պտտվել շուրջն ու պարել։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։